Բարև ձեզ, սկսում ենք մեր հերթական հաղորդումը, խոսենք օրենքից, ձեզ հետ եմ Անուշ Եսայանը, մասնագիտությամբ իրավաբան, փաստաբան, այսօր իմ հյուրն է Գուրգենը Գրիգորյան, Գուրգենը լիցենզավորված փաստաբան է, ունի նաև իր ասոցիացիան, ղեկավարում է իր ասոցիացիան, կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահն է, ավելի մանրամասն Գուրգենը իր մասին կպատմի արդեն իր ելույթում։ Բարև ձեզ Գուրգեն, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի եւ տաղավարում հյուրընկալության համար։ Ես Գուրգենն եմ Գրիգորյան, մասնագիտությամբ իրավաբան, հանդիսանում եմ կառուցապատողների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, նախագահը, ասոցիացիան կառուցապատողներին միավորող մասնագիտացված ինստիտուցիոնալ կառույց է, որի գործունեության առանցքում ընկած է պետության, մասնավոր տնտեսվարողների եւ սպառողների շահերի հավասարակշռված պաշտպանությունը եւ ասոցիացիան իր գործունեության ընթացքում լծված է ոլորտային շահերի առաջխաղացմամբ եւ ոլորտային ինստիտուցիոնալ կառույցների հետ համագործակցության շնորհիվ ոլորտի զարգացման հեռանկարների նշմարման եւ ոլորտում արկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համագործակցային մթնոլորտի ձևավորման աշխատանքներում ասոցիացիան որպես իրավաբանական անձ հիմնադրվել է դեռևս 2010 թվականին, բավականին հին է, բայց ակտիվ գործունեությունը սկսել է ծավալել 2019-20 թվականներից սկսած, միացել եմ ես 2020 թվականից ասոցիացիայի հիմնադիրների կողմից ստացա առաջարկ եւ ընդունեցի այդ առաջարկը եւ այսօր ասոցիացիան արդեն իսկ ունի 45 անդամ կառուցապատող ընկերություններ, որոնք հատուկ չափանիշների համապատասխանելու արդյունքում են ընտրվել եւ դարձել ասոցիացիայի անդամներ, որոշակի կրիտերիաների համապատասխանելիությունը ապահովելով հանդերձ եւ ունենք նաեւ 3 ասոցիացված անդամներ, որոնք չեն հանդիսանում կառուցապատողներ, բայց հարակից ոլորտի տնտեսվարողներ են, որոնք սերտորեն փոխկապակցված են կառուցապատման գործունեությունը սպասարկող ոլորտների հետ։ Այսինքն, որպեսզի դառնան ձեր կառույցի անդամ, ձեր ասոցիացիայի անդամ, պետք է որոշակի ֆիլտրեր անցնեն, ոչ բոլորը կարող են այսպես ասած դառնալ, դա մուտքը այսպես ասած ազատ չի որոշակի ֆիլտրների արդյունքում։ Խնդրում եմ ներկայացրեք այդ ձեր ասոցիացիայի դերը ավելի ոչ իրավաբանական լեզվով, քանի որ հնարավոր է մեզ լսեն մարդիկ, ովքեր որ իրավաբանական կրթություն չունեն, այսինքն ասոցիացիան ինչով է, եթե հակիրճ ներկայացնենք, ինչով է զբաղվում, ինչ խնդիրներ է լուծում, ինչ մարտահրավերներ է իր առջև դնում։ Ինչպես տնտեսության ցանկացած ճյուղ, գործարար համայնքների, այնպես էլ կառուցապատման ոլորտի գործարարները բախվում են խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ օրենսդրական եւ վարչահարական, գլոբալ երկու հիմնական խմբի մեջ են տեղավորվում բոլոր խնդիրները եւ հենց այս երկու խումբ խնդիրների հաղթահարման ուղղությամբ էլ ասոցիացիան իրականացնում է իր ամենօրյա ակտիվ գործունեությունը։ Ինչ ենք անում։ Օրենսդրական բլոկում ուսումնասիրում ենք ոլորտի օրենսդրական կարգավորումների բացերը, նոր օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունները, գործող օրենսդրական կարգավորումների մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու հիմնավորումները, որը բխում է ոչ միայն բիզնեսի շահերից, այլ նաև գլոբալ առումով պետության շահերից եւ սպառողների շահերից։ Մեր ցանկացած նախաձեռնություն, որը առաջ ենք քաշում եւ փորձում ենք զարգացնել, այս երամիասնությունն է ակունքներում գտնվում։ Հանրային իշխանության շահը, որը չպետք է տուժի նախաձեռնությամբ, եթե ոչ գոնե եթե շահի ավելացում հանրային շահի դրական առումով տեղաշարժ նկատելի չի, առնվազն չպետք է տուժի հանրային շահը։ Երկրորդ, տնտեսվարողների բիզնեսի շահ, որ բիզնեսի շահը եւս չպետք է տուժի այդ նախաձեռնությունից, պետք է ունենա միայն հաջողություն արձանագրվի, եւ երրորդ սպառողի շահ։ Ինչու՞, որովհետեւ կառուցապատման շուկան շատ նման է ֆինանսաբանկային համակարգի եւ կառուցապատողները հավուր պատշաճի ուշադրության կենտրոնում են կառուցապատողների ուշադրության կենտրոնում է գտնում սպառողի շահը, որովհետեւ եթե մի սպառող, երկու սպառող դժգոհ մնան կառուցապատողից, մեկ կառուցապատողից, ապա սպառողների համայնքում ձևավորվում է պատկերացում, բոլոր կառուցապատողները անբարեխիղճ են, նույնն են, խաբեբայ են, բայց պետք է արձանագրել, որ մենք էլ ենք ընդունում, որ այո, կան շուկայում որոշակի փոքրաթիվ, սակավաթիվ կառուցապատողներ, որոնք իրենց խոստման տերը չեն լինում, այսպես ասած, եւ իրենց խոստումները ժամանակին չեն իրականացնում, սակայն դրա պատճառով չի կարելի ոլորտի բոլոր մասնակիցներին նույն արշինով չափել եւ նույն որակումը տալ։
Եվ մեր ասոցիացիայի հիմնական գործունեության ուղղություններից մեկն էլ շուկայի մասնակիցների վարքագծի կանոնակարգմանն է միտված, որովհետև մենք կարևորում ենք ոլորտի մասնակիցների կայուն եւ շարունակական զարգացման հեռանկարները, ինչպես նաև պետություն մասնավոր համագործակցությունը ի նպաստ շուկայի երկարաժամկետ կայունության ապահովման եւ երկարաժամկետ կտրվածքով տնտեսության մեջ շարունակական աճի ապահովման խթան հանդիսանալու հանգամանքն են կարևորում շատ։ Եվ պետք է արձանագրեմ, որ այո, այսօր կառուցապատումը իսկապես տնտեսության մեջ լոկոմոտիվ ճյուղ է եւ դրա մասին են վկայում նաեւ վիճակագրական ցուցանիշներ, թե ՀՆԱ-ի կազմում կառուցապատում, շինարարություն, հարակից եւ փոխկապակցված ոլորտների դերն ու նշանակությունը տոկոսային հարաբերակցությամբ, թե վճարված հարկերի մեջ առյուծի բաժին հանդիսացող ոլորտից հավաքագրվող հարկերի տեսքով, թե կադաստրային գրանցումների մասով ու այս ամենը վկայում է, որ կառուցապատման եւ դրա հետ փոխկապակցված ածանցվող արժեշղթայի մեջ գտնվող տնտեսության մյուս ճյուղերի շարժունակությունը հանդիսանում է երկրի զարգացման հեռանկարային ճյուղ։ Կարող ենք այսպես, եթե մեկ նախադասությամբ ամփոփել, ասել, որ ասոցիացիան իր նպատակներից նաև մեկն է համարում կառուցապատողների հանդեպ դրական իմիջի ձևավորման խնդիրը, այսինքն որպես նպատակ դա եւս իր արժեվ դնում է։ Այո, կարող ենք արձանագրել, ինչու, որովհետև ինչպես քիչ առաջ նշեցի, մեկ կամ երկու կամ փոքրաթիվ իրենց խոստմանը տես չկանգնող կառուցապատողների վարքագծով պայմանավորված շատ հաճախ սպառողների մոտ ձևավորվում է վերաբերվում, որ բոլոր կառուցապատողները գլոբալ առումով անբարախիղճ են կամ իրենց խոստմանը տես չեն կանգնում։ Եվ մեր գործունեության կարևոր կարգավորումների առանցքներից մեկը նաև նա է, որ կարողանանք բացահայտել սպառողներին եւ պետության հետ բարձր մակարդակի երկխոսության եւ շփումների միջոցով արձանագրելով ոլորտային խնդիրները, առերեսվելով խնդիրներին, շուկայի մասնակիցների բացերին, արձանագրենք նաև, որ շուկայում հանդես եկող գերակշիռ մեծամասնությունը բարեխիղճ եւ ազնիվ նպատակներով շուկայում հանդես եկող սուբյեկտները, ովքեր չունեն որևէ տեսակ չարամտություն, ենթադրյալ իրավախախտումներ կամ ուշացումներ կամ խոստումները չպահպանելու տեսանկյունից։ Պետք է արձանագրենք նաև այստեղ այս համատեքստում, որ այսօր շուկայում հանդես են գալիս բազմաթիվ տնտեսվարողներ, որոնց վարքագիծը առհասարակ կանոնակարգված չէ, եւ մեր գործունեության կարևոր առանցքներից է նաեւ, որ այժմ ակտիվ աշխատում ենք պետության հետ ոլորտի կարգավորման մայր օրենսդրության հիմնադրման շուրջ, այն է կառուցապատման գործունեությունը կանոնակարգող կառուցապատման գործունեության մասին օրենքի մշակման եւ առաջխաղացման ուղղությամբ։ Ինչու՞, որովհետեւ եթե համեմատական ենք անցկացնում բանկերի հետ, ապա բանկը պետք է վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից, բանկի ղեկավար կազմը լիցենզիաներ, քննություններ, ուսումնասիրություններ, այսինքն ցանկացած սուբյեկտ չի կարող բանկային գործունեություն իրականացնել։ Ցավոք սրտի կառուցապատման գործունեություն կարող է իրականացնել ցանկացած սուբյեկտ։ Այսինքն չկա պետական վերահսկողություն, ով է այդ սուբյեկտը, ինչ ֆինանսական ռեսուրսների է տիրապետում, ցանկացած անձ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում կարող է ձեռք բերել հողամաս, հողամասի վրա դիմել, հայտարարել եւ ստանալ քաղաքացիական թույլտվություններ եւ իրականացնել բարձր ռիսկայնության օբյեկտի, այսինքն բազմաբնական բնակելի շենքի կառուցապատում։ Եվ որևէ մեկը չի ուսումնասիրում, այսօք տվյալ սուբյեկտը ինչ անցյալ ունի, բարեխիղճ անցյալ ունի, գործարար որպես հանդես գալու փուլում ինչ տեսակ գործարար է եղել, նմանատիպ պրոյեկտ երբևէ իրականացել է թե ոչ, կամ այլ գործարարությամբ եւ զբաղվել է, ինչ ռեպուտացիա ունի, ինչ իրականացրած գործեր ունի, ինչ ֆինանսական ռեսուրսների է տիրապետում, արդյոք դատվածություն ունի, չունի, որևէ մեկը չի ուսումնասիրում։ Եվ ըստ էության մտնելով շուկա գեներացնում են ռիսկեր։ Եվ այդ տրամաբանության համատեքստում մեր կողմից նախաձեռնվեց եւ արդեն հայեցակարգի մակարդակով պատրաստ է եւ կառավարության գործընկերները ակտիվ շրջանառության մեջ են դա դրել։ Լիայս ենք, որ մինչև այս տարվա վերջ արդեն կունենանք մայր օրենք, որը կկարգավորի կառուցապատման գործունեության հարաբերությունները եւ կառուցապատողին առաջադրվող պահանջները, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի, որը գնորդների մոտ առավել լայն պատկերացում կձևավորի, թե ում հետ են մտնում հարաբերության մեջ եւ որոշում կայացնեն մտնեն հարաբերության մեջ թե ոչ։
Ինքը նաև եթե այդ օրենքը ես տեղյակ չեմ, եթե այդ օրենքը ընդունվի, ապա կդառնա հենց այն ֆիլտրը, որի մասին մենք խոսում ենք, իսկ որոշակի ֆիլտրի դեր։ Գուրգեն, ունեք որոշակի ինչ ստատիստիկա, ինչ հարցերի, ինչ խնդիրների են ամենաշատը կառուցապատողները բախվում։ Կառուցապատողների խնդիրները այնքան շատ են, որ կարող ենք օրերով խոսել։ Ոլորտի մասնագիտական հանրությունում ընդունված է ոլորտային խնդիրները բաժանել երկու գլոբալ խմբի՝ օրենսդրական բնույթի խնդիրներ եւ վարչարական բնույթի խնդիրներ։ Օրենսդրական բնույթի խնդիրների համար մեկ տեղում գտնվող խնդիրը երկարաժամկետ ներդրումային ծրագրերում իրավական կանխատեսելիության բացակայությունն է։ Ինչ է դա նշանակում։ Դա միայն կառուցապատողներին հուզող խնդիր չէ, դա ցանկացած երկարաժամկետ ներդրումային ծրագրի հուզող խնդիր է, որովհետև չկա իրավական կանխատեսելիություն։ Պայմանական օրինակ։ Տնտեսվարողը, կառուցապատողը ձեռք է բերում հողամասը ձեռք բերելու փուլում, երբ հաշվարկները իրականացնում կազմում է բիզնես պլանավորում եւ cash flow-ների հաշվարկը իրականացնում, հանրային իշխանության մարմինների կողմից առաջադրվող ֆինանսական ֆիսկալ բեռերի հանրագումարը տվյալ օրվա գործող իրավակարգավորների համատեքստում մի թվային մեծություն է կազմում եւ հաշվարկ է իրականացնում, որ իր ինչ շահույթ կստանա եւ շահույթի որքան տոկոսն է վճարվելու հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ կամ մատակարարների գազի ջրի հոսանքի գծով ծախսեր։ Բայց կառուցապատման ծրագրի ընթացքում ի հայտ են գալիս նոր օրենսդրական փոփոխություններ, նոր կարգավորումներ, որոնք ոչ այլ ինչ են, քան խաղի կեսից խաղի կանոնի փոփոխություն եւ հետադարձ ուժով վատթարացնող կարգավորումները տարածվում են նաեւ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող կառուցապատման ծրագրերի վրա եւս, ինչը բիզնեսի համար լուրջ մարտահրավեր է եւ առաջացնում է երկրաշարժային եւ ցնցումային իրավիճակներ։ Հետո դա չնախատեսված ռիսկ է, որը անգամ ամենից լավ երազում բիզնեսը չէր կարող պատկերացնել, որ նման օրերից մի օր ներդրումային ծրագրի ընթացքում գտնվելու փուլում օրերից մի օր պետությունը, համայնքը կամ մատակարար կազմակերպությունները կարող են որդեգրել այնպիսի վարքագիծ, որը 360 աստիճանով տարբերվում է մինչ այդ որդեգրված վարքագծից, այսինքն վարքագծային էական փոփոխություններ են տեղի ունենում, որոնց տրվում են իրավական հիմքեր, օրենսդրական փոփոխություններ են արվում դրանց գծով եւ դրանք տարածվում են ընթացքի մեջ գտնվող ծրագրերի վրա, ինչը ստրես է առաջացնում բիզնեսի համար ու առանձին բիզնեսներ, առանձին կառուցապատման ծրագրեր սրա պատճառով ունենում են ֆինանսական բնույթի խնդիրներ, բնականաբար ֆինանսական բնույթի խնդիրների ազդեցությունը առաջին զգում են գնորդները, հաճախորդները եւ համապատասխան ազդակներով դիմումներ են հասցեագրում մեզ ասոցիացիային եւ ներկայացնում իրենց դժգոհությունները տվյալ կառուցապատող, սակայն երբ ուսումնասիրում են կառուցապատման ծրագրի խնդիրների անկյունակարը որտեղից է սկսվել խնդիրը, երբեմն հանդիպում են, որ հենց խնդիրների պատճառ է դարձել փոփոխված օրենսդրական կարգավորումները, որով պայմանական օրինակ գազամատակարարման միացման վճարը մի քանի տասնյակից մի քանի 100 միլիոն դրամ է դարձել, որը նախկինում անվճար էր։ Ջրամատակարարման ջուր ունենալու հարցը արդեն մի քանի տասնյակից մի քանի 100 միլիոն դրամ է դարձել, որտեղ ջրագից պետք է բերվի մարզից, հեռավոր մարզից, նույնը հեծի մասով միացման վճարները շեշտակի թանկացել են, որը ներդրումներ կատարելու փորում չէին էլ կարող պատկերացնել, կամ Երևանի տարածքում Երևան համայնքը սահմանել է տեղական տուրքեր եւ վճարներ ՃՀ-ի տրամադրման համար, շինարարության թույլտվության տրամադրման համար, շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման համար, այլ վճարներ, տուրքեր եւս կան նախատեսված, որոնք բիզնեսի կանխատեսելիության տեսանկյունից լուրջ ստրեսային իրավիճակներ են առաջացրել, իսկ բոլորովին վերջերս էլ այս տարվա գարնանից սկսած, տարեսկզբից սկսած արդեն պահանջում են գույքահարկ, գոյություն չունեցող կառուցման փուլում գտնվող գույքի համար, որը հետապնդել է ի սկզբանե դրական լավ նպատակ այս կարգավորման ներդրումը, այն է պայքարել երկարաժամկետ, երկար տևող շինարարությունների դեմ զսպիչ գործիք դնել, մեխանիզմներ դնել, որը կստիպի տնտեսվարողներին հնարավորինս արագ ինքնակազմակերպվել եւ արագ ավարտել շինարարությունները, սակայն ըստ էության հիմա ունենք մի իրավիճակ, երբ նույն արարքի համար երրակի քառակի անգամ երրակի կամ քառակի պատասխանատվության ռիսկեր կան կառուցապատողի վրա գեներացված, մի դեպքում տեղական տուրք շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու համար, մյուս դեպքում նախատեսված է նաև քաղաքաշինության մասին օրենքով կարգավորում, որ համայնքը կարող է
հարկադիր բռնագանձում իրականացնել ժամկետանց շինթույլտվության առարկա լոտի գծով, դարձնել համայնքային սեփականություն կամ օտարել այլ անձի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով շեշտակի ավելացվեց տուգանքի չափը նախահաշվային ինքնարժեքի գծով, թե եթե ժամկետը խախտում է թույլ տալիս կառուցապատողը, եւ այս ամենից զատ արդեն իսկ կա նաեւ ներդրված նոր մեխանիզմ գույքահարկ կառուցման փուլում գտնվող գույքի գծով, ինչը ըստ էության մեր պատկերացմամբ հակասում է գույքահարկի ինստիտուցիոնալ գաղափարախոսությանը, որովհետեւ հարկման օբյեկտը, հարկման բազան չկա եւ դրա համար հաշվարկում է հարկ։ Մեր այս դժգոհությունը ներկայացրել ենք կառավարության գործընկերներին, Երևան համայնքին եւ ամիսներ շարունակ ունեցել քննարկումներ, երկխոսություններ, ինչը տվեց որոշակի դրական արդյունքներ այն առումով, որ Երևան համայնքի ավականու համապատասխան որոշմամբ որոշակի արտոնություններ սահմանվեցին, ինչի համար էլի շնորհակալ ենք, բայց շարունակում ենք մնալ մեր համոզմանը, որ խնդիրը ինստիտուցիոնալ լուծված չէ եւ անհրաժեշտ է խնդրին համակարգային լուծում տալ, որովհետեւ արդեն իսկ կան բավարար մեխանիզմներ պայքարելու շինարարությունների ձգձգումների դեմ, հանձին շինթույլտվության երկարաձգման գծով տեղական ահռելի մեծ турքերի եւ տնտեսվարողին կրկնակի պատժիչ գործողություն իրականացնել տնտեսվարողի նկատմամբ մեղմ ասած արդարացի չէ եւ սա է մեր հիմնական խնդրանքը կառավարության գործընկերներին, որ չպետք է 1 կամ 2 կամ փոքրաթիվ ամբարախիղճ տնտեսվարողների վարկագծով պայմանավորված ոլորտի բոլոր մասնակիցների գործարարների հանդեպ կիրառել համանման մոտեցում, անհրաժեշտ է կիրառել տարբերակված մոտեցումներ եւ սա օրակարգային հարց է, որը ամենօրյա կտրվածքով բարձրաձայնում ենք եւ ներկայացնում կառավարության եւ համայնքի գործընկերների հետ հանդիպում շփումների ընթացքում, ինչը ժամանակ առ ժամանակ առանձին էպիզոդներով արձանագրվում է դրական տեղաշարժեր, բայց ընդհանուր խնդիրը շարունակում է մնալ արկախված։ Երկրորդ բլոկը, որը էլի խնդիրների մեջ առանձնացվում է, վարչարական գործընթացներն են, տևողությունների, գործընթացների էական ուշացումները, խախտումները, բիզնես process-ների մասն է։ Այո, բիզնես process-ներում պետական կամ համայնքային իշխանության մարմինների փոխգործակցության մասին է խոսքը գնում, որի արդյունքում տուժում է բիզնեսը, կառուցապատողը։ Վառ օրինակ, եթե դիտարկում ենք ներպետական օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական թույլտվությունների ստացման ժամկետները, ամենից սկզբից հողամասը ձեռք բերելու փուլից մինչև շահագործման թույլտվության ստացման փուլը ընկած յուրաքանչյուր գործառույթի համար սահմանված օրենսդրական ժամկետները, տեսնում ենք, որ իրական կյանքում մոտ 1.5 անգամ այդ ժամկետների շեղումներ են նկատելի։ Մի դեպքում դա պայմանավորված է պետական մի մարմնից մյուս մարմին իրականացվող վարչարական գործընթացներով, մի դեպքում պետական մարմին համայնքային իշխանության մարմին վարչարական գործընթացներով, մյուս դեպքում մատակարար կազմակերպությունների գազի, ջրի, հոսանքի մատակարարների հետ հարաբերություններով է պայմանավորված։ Այս ամենի արդյունքում բնականաբար տուժում է կառուցապատողը, հանձին այլ ավելի երկարաժամկետ վարկային բեռի սպասարկման, շինստիպված լինում շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգում հայտարարել, ստիպված են լինում հայտարարմանը զուգահեռ վճարել տեղական տուրք, վճարել նաև այժմ գույքահարկ, ինչը բնականաբար իր խոր ազդեցությունն է ունենում այս ամենի միասին շինարարական ինքնարժեքի վրա եւ շատ հաճախ հարցադրումներ են բարձրացում, թե ինչու են անշարժ գույքի գները այսքան թանկ, այսքան բարձր։ Մի բարձ պատճառով այս ամենը գները կարող են լինել ավելի էժան, եթե գործընթացները ավելի արագ կազմակերպվեն, որտեղ յուրաքանչյուր ուշացած օրը կառուցապատողի համար արժենում է էական մեծ ֆինանսական բեռ, վարկի սպասարկում, շինթույլտվության ժամկետի երկարաձգման ռիսկ։ Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել նաև, որ ընդհանուր շուկայում էլ ապրանքների գների թանկացումներ են նկատվում, թե աշխատուժի թանկացում, թե ապրանքների գների թանկացում, մի մասը ներպետական շուկայում, մյուս մասը միջազգային շուկաներում ձևավորված իրավիճակներով պայմանավորված եւ այս ամենը փոքր ձևավորում են ինքնարժեք, բայց ինքնարժեքի վրա էական ազդեցություն թողնող հանգամանքներից մեկը հանդիսանում է վարչարական գործընթացների ոչ արդյունավետ կազմակերպումը, այդ process-ները շատ երկար են տևում։ Իրական կյանքում կարելի է առնվազն կիսով չափ կրճատել գործընթացների ժամկետները ու դրա ֆինանսական հետևանքներով, դրական հետևանքներով պայմանավորված նաև ինքնարժեքի վրա նկատելի կլինեն ազդեցություններ։ Սակայն ցավոք սրտի այսօր թեւ ներդրվել է արդեն
Urban Gov-ում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը, որը մեկ քայլ առաջ է եւ ինչը բիզնեսի տեսանկյունից ողջունվում է, որովհետեւ քաղաքաշինության կոմիտեի գործընկերները տիտանական աշխատանք են իրականացնում, փորձելով ոլորտը կարգավորել, թվայնացնել եւ կարգի բերել, թույլտվությունների տրամադրման process-ները դարձնել հնարավորինս կանխատեսելի, սակայն նոր ներդրված համակարգ լինելով հանդերձ ունի խնդիրներ, թերություններ եւ այս պահի դրությամբ դեռևս կատարյալին մոտ չէ, այսպես ասենք, եւ գործընթացները ելի ու ելի խախտվում են, ժամկետները, գործընթացները ելի ու ելի ձգձգվում են, ինչը բիզնեսի համար առաջացնում է խորը ճգնաժամային խնդրահարույց իրավիճակներ։ Ու ցավոք սրտի այս ամենի բերը կրում է ոչ միայն բիզնեսը, հանձին ֆինանսական կորուստների եւ ռեպուտացիոն ռիսկերի, այլ նաեւ սպառողը։ Եվ մեր կարևոր խնդիրներից է նաեւ ապահովել սպառողի շահերի լավագույնս պաշտպանվածությունը եւ մեր կողմից նախաձեռնված կառուցապատման գործունեության մասին օրենքի կարգավորման կարևորագույն կետերից է նաեւ բարձր մակարդակի պաշտպանություն սպառողների շահերի գծով, որպեսզի շուկայում հանդես եկող տնտեսվարողները հնարավորինս թափանցիկ ձևով ներկայացնեն իրենց կարողությունները, հմտությունները եւ շուկայում հանդես գալու հաստատական վստահության ցուցանիշները։ Ես ուզում եմ մի քիչ հենց սպառողներից խոսենք, իրենց շահերից խոսենք։ Ինչ խորհուրդ կտաք մեր սպառողներին, մեր գնորդներին, ովքեր ցանկանում են կառուցապատվող շենքում, բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերել, ինչպես ընտրեն, ինչպես ֆիլտրեն, այսօրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես ընտրեք լավ կառուցապատող ուսալի։ Մեր կողմից մի շարք անիմացիոն ռոլիկներ են հեռարձակվել, համացանցում առկա են, որոնք իրազեկման բնույթ են կրում, ինչ պետք է իմանա գնորդը կառուցող շենքից անշարժույթ գնելուց առաջ, գնելու փուլում, գնելուց հետո։ Նախ եւ առաջ մեր խորհուրդն է ուսումնասիրել այն կառուցապատող ընկերությանը, ում հետ ցանկանում են մտնել հարաբերությունների մեջ։ Ուսումնասիրել Datalex-ը համակարգը, բարձել արդյոք առկա են դատական գործընթացները տվյալ ընկերության մասնակցությամբ, թե ոչ։ Ուսումնասիրել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում եւ վճարովի հիմունքներով բաց տեղեկատվություն է դա ընկերության իրական շահառուները, իրական մասնակիցները, ովքեր են հանդիսանում։ Արդյոք ընկերության սեփականատերերը ունեն սնանկության, քրեական կամ տնտեսական բնույթի վարույթներ, թե ոչ, իրենց ներգրավվածությամբ առկա է, թե ոչ։ Այսինքն սրանք հանրամատչելի բաց աղբյուրներում շատ հեշտ է բարձրացնել։ Ուսումնասիրել ընկերության կայք ունի, թե ոչ, եթե կայք ունի, կայքում հրապարակված են ֆինանսական ցուցանիշներ, հաշվետվություններ, աուդիտորական եզրակացություններ, թե ոչ։ Եթե կայք չունի, առնվազն պահանջել եւ ստանալ այս ֆինանսական բնույթի ցուցանիշները, որպեսզի պատկերացում կազմվի ում ինչ ֆինանսական ռեսուրսների տիրապետող սուբյեկտի հետ է մտնում հարաբերության մեջ գնորդը։ Պահանջել քաղաքաշինական թույլտվությունները, ՃՀ-ան, շինարարության թույլտվությունը, կադաստրի վկայականը, միասնական տեղեկանքը, եթե առկա է բանկի գրավ, պահանջել գրավառու բանկի համաձայնության օրինակը հասկանալու համար, թե ինչ ծավալով է գրավով ինչ ծավալներով է ծանրաբեռնված հողամասը, որի վրա կառուցվում է անշարժ գույքը, եւ ինչ պարտավորություններ է ստանձնել կառուցապատողը գրավառու բանկի հանդեպ։ Եվ այսպես շարունակ, առնվազն այս տեղեկատվական նյութերը հավաքագրելուց հետո, ինչպես նաև ուսումնասիրելով ինտերնետային հրապարակումներում արդյոք տվյալ կառուցապատողի կամ սեփականատերի մասով առկա են հրապարակումներ, թե ոչ, բացասական հրապարակումներ առկա են, թե ոչ, արդեն իսկ կարող է պատկերացում կազմել։ Եվ ի ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր անդամ կառուցապատող ընկերությունների եւ սպառողների գնորդների միջև այս տարիների ընթացքում չի արձանագրվել թեկուզ մեկ այնպիսի հնչեղ խնդիր, որը պահանջի միջամտություն։ Բնականաբար եղել են որոշակի խնդիրներ, այս խնդիրները բանակցությունների արդյունքում լուծվել են արագ եւ արդյունավետ բարձր մակարդակով։ Այս մասով մենք էլ որպես ասոցիացիա ներգրավել ենք, եթե եղել են ինչ-ինչ խնդիրներ, հարցեր գնորդների եւ կառուցապատողի միջև հարաբերությունների հստակեցման process-ներում ներգրավել են եւ արձանագրել ենք հաջողության պատմություններ, երբ առկա եղել փոքր ինչ խնդրահարույց իրավիճակ, որը շատ հեշտ եւ արդյունավետ լուծվել է, թե բիզնեսն է իր տեսակետը ներկայացրել կառուցապատողը, թե սպառողը եւ կարողացել ենք ընդհանուր կոնսենսուսային լուծումներ գտնել, բայց ելի կրկնեմ, որ չի եղել այնպիսի խնդիր, որը
առաջացնի հանրային հնչեղություն, ձևավորի խնդիրների փունջ, եղել են կետային խնդիրներ, որոնք շատ հեշտ եւ արդյունավետ ստացել են իրենց լուծումները։ Եվ գլոբալ առումով սրանք են այն կարգավորումները, այն կետերը, ինչին պետք է ուշադրություն դարձնի սպառողը կառուցապատողից մինչև կառուցապատողի հետ հարաբերությունների մեջ մտնել։ Պայմանագիր կնքելու փուլում խորհուրդ է տրվում ուսումնասիրել պայմանագիրը, նայել արդյոք պայմանագիրով սահմանված ժամկետները համապատասխանում են քաղաքացիական թույլտվություններով սահմանված ժամկետներին, շինավարտի ժամկետները համապատասխանում են թե ոչ, ուսումնասիրել արդյոք պայմանագրում նշված գույքի հանձնման վիճակները համապատասխանում են հրապարակային գովազդներում ներկայացված առաջարկներին թե ոչ։ Որտեվ երբեմն հանդիպում են դեպքեր, երբ գնորդները դիմում են մեզ ներկայացնելով բողոքներ առայն, որ կառուցապատողը պայմանական խոստացել է լողավազանով շենք, բայց չունի դրա մասով նախագիծ, չունի դրա մասով պայմանագրում որևէ կարգավորում եւ վերջում ընդհանրապես փոքրիկ շատրվան են կառուցում բակում եւ դա որակում որպես լողավազան։ Եվ այդ դրա համար մեր խորհուրդն է, որ ուսումնասիրեն կառուցապատողի քաղաքացիական թույլտվությունների զատ նաեւ պայմանագիրը, ինչ է գրված պայմանագրում, ինչ վիճակով են ստանալու գույքը, ընդհանուր օգտագործման տարածքների հետ կապված կարգավորումները եւս ինչ է լինելու, նույն լողավազանի օրինակը լինելու է թե ոչ, կա նման կարգավորում պայմանագրում թե ոչ։ Մեր խորհուրդը, խորհրդատվական կարծիքը սա է ընդհանուր առմամբ եւ մի շատ կարեւոր հանգամանք եւս այսօր կա տպավորություն սպառողների որոշակի շրջանում, որ կառուցապատողը հնարավոր է չարամտորեն խուսափի անշարժ գույքը ժամանակին հանձնելուց։ Պետք է արձանագրել, որ կառուցապատողը ամենից շահագրգռվածները րոպե առաջ գույքը հանձնել գնորդին, ինչու, որովհետեւ մեր քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգավորումների համաձայն կառուցապատողի հատուկ հաշվի ինստիտուտ կա, escrow հաշիվ, եւ կառուցապատողի ֆինանսական ռեսուրսների առյուծի բաժինը գտնվում է escrow հաշվի վրա, սառեցված, որը կառուցապատողը չի կարողանում օգտագործել, ինչը գնորդի շահերից բխող երաշխիք է։ Այլ երաշխիքը, եթե կառուցապատողը ունենա ֆինանսական խնդիր եւ ծրագիրը ձախողման ելցին հայտնվի, ապա կարող է առնվազն գրավառու բանկից պահանջել եւ ստանալ հատուկ հաշվին մուտքագրված դրամական միջոցների որոշակի մասը։ Այսինքն կառուցապատողը ֆինանսապես է շահագրգռված րոպե առաջ ավարտին հասնել կառուցապատման ծրագիրը, որպեսզի ունենա հասանելիություն կառուցապատողի հատուկ հաշվին գտնվող դրամական միջոցների նկատմամբ։ Բացի այդ, կառուցապատողն է շահագրգռված, որովհետև կա բանկի ռիսկ։ Կորպորատիվ ֆինանսավորում իրականացած բանկերը իրականացնում են խիստ հսկողական եւ վերահսկողական մեխանիզմներով ստուգումներ կառուցապատման ծրագրի համապատասխանությունը նախատեսված ժամանակացույցին եւ ռիսկ են գնահատում եւ եթե կառուցապատողը ժամանակին չավարտի կամ արդեն ընթացքից ի հայտ գա որ չի ավարտելու ժամանակին ակնհայտ դառնա, ապա կրում է նաեւ բանկերի ռիսկերը, ինչը էլի կառուցապատողին առհասարակ ձեռնտու չէ բանկի ռիսկ կրել, կա նաեւ համայնքի ռիսկեր, որ համայնքը կարող է տուգանել, կարող է շինթույլտվություն, ոչ թե կարող է նախատեսված օրենսդրության համաձայն շինթույլտվության ժամկետի երկարաձգումը ենթադրում է ահռելի ֆինանսական ռեսուրսներ եւ որևէ կառուցապատող այսօր խելագարության կանխավարկածով չի առաջնորդվում, որ դիտավորությամբ ժամկետի ուշացում թույլ տա եւ իր շահույթի էական մասը փոխանցի համայնքին կամ բանկին տուգանքի տեսքով, այսինքն որևէ մեկը շահագրգռված չէ։ Եվ եթե կառուցապատողի մոտ առաջանում է ուշացում, ապա պետք է հասկանալ դրա ակունքները որտեղից են գալիս եւ կառուցապատողին չպետք է ավելի վատ իրավիճակի մեջ դնել, պետք է փորձել օգնել, որ այդ իրավիճակից դուրս գա։ Երբեմն նմանատիպ իրավիճակների ուշացումների պատճառ հանդիսանում է հենց փոփոխված օրենսդրական կարգավորումները։ Օրինակ, կառուցապատողը տեղյակ չէր, որ շինթույլտվության երկարաձգման համար օրից մի օր կարող է սահմանվել ահռելի դրույքաչափով տեղական տուրք, բայց այսօր ունենք նման իրավիճակ եւ կան առանձին կառուցապատողներ, որոնց համար սա խնդիր է, սրա վճարելը։ Այսինքն ֆինանսական այն ոչ բավարար պայմաններում են գտնվում եւ սա չնախատեսված ծախս էր, որի գումարը հայթայթելը դարձավ դժվար, բայց էլի կարողացան հայթայթել, որտեղ Երևան համայնքն էլ այս մասով ընդառաջ գնաց բիզնեսի խնդրանքներին եւ կիրառեց արտոնություն, նախորդ տարի 90% կիրառեց արտոնություն, մնաց 10%, այս տարի 75%, ինքը 25% մնաց վճարման ենթակա գումար, որը էլի քիչ գումար չի կազմում, մի քանի տասնյակ միլիոնից մինչև մի քանի 100 միլիոն դրամ, կախված քաղաքացիական ծրագրի ծավալներից։
Բայց եթե սրան գումարվել է նաև արդեն գույքահարկը կառուցման փուլում գտնվող գույքի համար, սա կրկնակի ֆինանսական բեռ է եւ արդեն այս երկու բեռերի հանրագումարը միասին շինթույլտվության ժամկետի երկարաձգում ու գույքահարկ առաջացնում են լուրջ թվային մեծություն, որոնք էլի չնախատեսված են ու երբեմն առաջացնում են ճգնաժամային իրավիճակներ։ Այսինքն մեր խնդրանքը կոչ է սպառողներին, որ չշտապեն դատական հայցերով, կամ սնանկության վարույթներով կառուցապատողի ծանրաբեռնել, ինչով որովհետև դա կարող է հանգեցնել կառուցապատման ծրագրի ձախողման։ Եվ մեր խնդրանքն է, որ նախ եւ առաջ ուսումնասիրեն հանգամանքները, ինչով է պայմանավորված ուշացումը, արդյոք եթե կա ուշացում, բայց կառուցապատողը մոտ է ավարտին հասցնելու ծրագիրը, այսինքն առյուծի բաժին աշխատանքների արդեն ավարտվել են, մնացել է չինչին մաս ավարտին հասցնելու, կամ տեսնում են, որ աշխատանքները ինտենսիվ արագությամբ իրականացվում են, այսինքն կառուցապատողը իրենից կախված ամեն հնարավոր գործողություն իրականացնում է, փաստացի չունենալով մեղավորություն, որ ստիպված դիմել է եւ երկարաձգել է շինարարության թույլտվության ժամկետը։ Այսինքն չպետք է միանգամից շտապել հարվածել կառուցապատողին կամ տեղեկություններ հրապարակել, որ կառուցապատողը անբարեխիղճ չէ։ Պետք է ուսումնասիրել ակունքները, խորքային ուսումնասիրել, նոր համապատասխան հետևություններ իրականացնել, որովհետև շուկայի մասնակիցների էական մասը այսօր գտնվելով շուկայում այս բարդ իրավիճակում փոփոխական օրենսդրության պայմաններում էական մասը կարող են եւ բախվել նմանատիպ խնդիրների, որտեղ չնախատեսված են, անկանխատեսելի են, բայց պետք է արձանագրել նաեւ, որ շուկայի մասնակիցների մեծ մասը այսօր ունեն ֆինանսական կայունություն եւ ռիսկերի կառավարման հմտությունների գծով բարձր մակարդակի գիտելիքներ եւ կարողանում են նմանատիպ իրավիճակները հաղթահարել եւ նմանատիպ իրավիճակներում դիվերսիֆիկացնել իրենց ռիսկերը, որի արդյունքում կառուցապատման ծրագիրը մոտենում են հաջողությամբ ավարտին։ Ու այս մասով մի արձանագրում եւս ցանկանում եմ անել, որ պետությունը այսօր ականջալուր է բաց է երկխոսության առջև մասնավոր հատվածի հետ եւ մեր ասոցիացիայի նախաձեռնած բոլոր նախաձեռնությունները բիզնեսակենտրոն լուծումների առաջադրման, սպառողակենտրոն լուծումների առաջադրման ուղղությամբ մշտապես լսելի են, որոշ մասերը ստանում են դրական արդարացի լուծումներ, իսկ որոշ մասերն էլ շարունակում են մնալ խնդիր, սակայն օրակարգային հարցեր եւ քննարկումների առարկա հանդիսացող հարցեր։ Գուրգեն ջան, ցավոք սրտի մեր ժամանակը շատ սուղ է, ես վերջում ուզում եմ շատ կարճ ամփոփիչ խոսք ասեք, թե կառուցապատողներին ուղված, թե մեր սպառողներին ուղված, եւ դրանով կավարտենք։ Ես էլի հարցեր ունեի, բայց երևի կթողնենք հաջորդ կառուցապատողներին ուղված հիմնական խնդրանքը, որ գործեն բարեխղճության, գործարար եւ կորպորատիվ պատասխանատվության բարձր սանդղակների հիման վրա, չմտածեն, որ մեկ անգամյա պրոյեկտով ամեն ինչ ավարտվում է, մտածեն երկարաժամկետ եւ ինստիտուցիոնալ հենքերի վրա, որտեղ Հայաստանը շատ փոքր երկիր է եւ անգամ եթե տվյալ գործարարը այլևս կառուցապատմամբ չզբաղվի, սակայն ունենա բացասական հետագիծ որպես կառուցապատող իրականացած գործունեության մեջ, այլ ոլորտներում եւս գործառույթությամբ հանդես գալիս, այդ բիծը մնալու է եւ շարունակելու է բացասաբար ազդեցություն թողնել տվյալ գործարարի ապագա ներդրումային ծրագրերի վրա եւս։ Հետաբար մեր խնդրանքը գործարարներին կառուցապատման ոլորտում հանդես եկող դիտարկել ոլորտը երկարաժամկետ կտրվածքով եւ ոլորտային հարցերին մոտեցումներ ցուցաբերել բարեխղճության, ազնվության եւ կորպորատիվ բարձր պատասխանատվության նշաձողերով։ Սա կառուցապատողներին ուղղված խնդրանքը, սպառողներին ուղղված խնդրանքը լինել էլ ավելի պահանջատեր այն առումով, որ ուսումնասիրեն պահանջեն եւ ուսումնասիրեն ընկերության քաղաքաշինական եւ ֆինանսական կայունությունը հիմնավորող փաստաթղթերը եւ դրա հիման վրա կայացնեն որոշումներ կառուցապատողի հետ հարաբերությունների մեջ մտնելիս, ինչպես նաեւ խնդիրներ արձանագրվելիս չշտապեն դատապարտել կառուցապատողին, այլ փորձեն ուսումնասիրել եւ հասկանալ խնդիրների ակունքը, որտեղ երբեմն լինում է, որ պետական կամ համայնքային մարմինների վարչարության պայմաններում ու պատճառով է, որ կառուցապատողը թույլ է տալիս ուշացում հենց ավարտական ակտերի ձևակերպման փուլում ամիսներ շարունակ
իրականում սպասում են կառուցապատողները վարչահարական գործընթացների իրականացման եւ ավարտին, ու այս մասով էլի մեր նախաձեռնության, մեր ջանքերով որոշակի բարելավող կարգավորումներ ներդրվեցին, ինչը բիզնեսի տեսանկյունից գնահատվում է, արժևորվում է, պետությունն էլ արդարության գաղափարը առաջ տանելով հասկանում է, որ չի կարելի տնտեսվարողին սեղմել եւ հասկանում, որ սեղմելու ինչ որ փուրում պետք է կանգ առնել, եւ դա եւս շատ ողջունելի է։ Ու մյուս խնդրանքը նաեւ պետական հանրային իշխանության մարմիններին, մյուս կոչը, մյուս առաջարկը, մյուս ճյուղին, որովհետեւ մեր գործունեության մեջ 3 անկյունակար են՝ սպառողը, կառուցապատողը եւ հանրային իշխանությունը, որ որոշումները կայացնելիս առաջնորդվեն բացառապես կանխատեսելիության եւ երկարաժամկետության սկզբունքներով։ Դե այսօր ցավոք սրտի ականատես ենք լինում որոշումների երբեմն, որոնք կարճաժամկետ են, երկարաժամկետ չեն եւ երկարաժամկետ պլանավորման համատեքստում դիտարկելիս դրանք առաջացնում են խնդիրներ։ Շատ լավ, շնորհակալություն, ափսոս շատ չկարողացանք խոսել, հուսամելի առիթ կլինի եւ ես ձեզ կհրավիրեմ տաղավար եւ մենք կշարունակենք մեր զրույցը, որտեղ էլի հետաքրքիր հարցեր ունենք քննարկելու։ Մեզ հետ էր Գուրգենը Գրիգորյան, ով հանդիսանում է կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ։ Կհանդիպենք հաջորդ մեր հաղորդաշարերում, մինչ նոր հանդիպում։